Ըստ էության, եթե մասնագիտական լեզվով ասելու լինեմ, պիտի ասեմ, որ ես մտահոգություններ ունեմ, որ այս նախագիծը խտրականության արգելքի սկզբունքի հետ կապված լուրջ խնդիրներ է պարունակում, իսկ հանրամատչելի լեզվով պիտի հատուկ արձանագրեմ, որ ես անթույլատրելի եւ անընդունելի եմ համարում սոցիալական ցանկացած շերտավորում մեր երկրում, որը կարող է կապված լինել այդ թվում սահմանադրությամբ սահմանված պարտականությունների հետ եւ չի կարելի երկրում այնպիսի իրավակարգավորումներ եւ այնպիսի մեխանիզմներ նախատեսել, որոնք կարող են մարդկանց համար առնվազն հանրային ընկալումների առումով տպավորություն ձևավորել, որ որևէ պարտականության հետ կապված արտոնությունը կարող է պայմանավորված լինել անձի գույքային դրությամբ, այսինքն գումար ունենալու կամ չունենալու հանգամանքով, եւ երկրորդ հանգամանքը, որը հիմա դարձյալ կուզենամ շեշտադրել, այն է, որ մենք բոլորս գիտենք, որ զինված ուժերում բավականին լայն տարածում ունեն ոչ կանոնադրային հարաբերությունները, ենթամշակույթին բնորոշ հարաբերությունները, եւ այս տեսանկյունից դարձյալ իմ մտահոգությունն այն է, որ ռիսկերը բավարար չափով գնահատված չեն եւ հաշվարկված չեն այդ հարաբերությունների խորացում ստեղծելու տեսանկյունից, բայց սա շատ հանրամատչելի լեզվով իրականում կարելի է շատ երկար խոսել այս նախագծային կարգավորումների առնչությամբ։